վերաբերմունքն է, կարծիքն է, ես ուզում եմ հասկանամ, որտեղ իրոք ռուսական TV շոուներից բերում են ստեղ ելույթները թարգմանում, ելույթ են ունենում։ Մի հատ դրա հետ կապված ես կարծում եմ դուք բարձաբանում տալու իրավունք ունեք։ Իսկ պարոն Մանուկյանի վրա ես զարմանում եմ, պարոն Մանուկյան, տարական էթիկայի կանոններ գոյություն ունի։ Ինչ է նշանակում ընթերցանությունը 2։ Դուք պետք է ընթերցանությունը 2։ Դուք պետք է որոշեք պարոն Մելքոնյանի ելույթի ժամանակ։ Չգիտեմ ում մասին էլ ուզում եք ասեք, դուք պետք է որոշեք, ուզում եք ձեր ցուցակի մեջից մարդկանց ասեմ, որոնք հայատար չեն կարող գրեն։ Ուշակեցիք։ Հիմա անցնեմ ամենահետաքրքրին, հարգելի ժողովուրդ, հարգելի հայրենակիցներ։ Սկսեմ երևի հետաքրքրից։ 2009 թվականին իշխանությունը օրենքի մեջ վարչատարածքային փոփոխություն է կատարում եւ հետեւյալ մեջբերումն եմ ուզում անել։ Ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղը ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Վարխուդարու եւ Ասկիպարա գյուղը համեմատաբար Ազատամուտ եւ Ոսկեպար համայնքների կազմում, միաժամանակ նշելով, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Սրանից հետո թվում է թե ինչ-որ լավ բան են արել, չնայած որևիցե ձևով չի տարբերվում այն խոսակցությունից, որ այսօր է տեղի ունենում։ Սրանից հետո 2016 թվականին Տավուշի մարզպետարանը գրություն է գրում, որպեսզի հիմնավորի գալիք փոփոխությունը վարչատարածքային օրենքում, հետևյալ բովանդակությամբ 050516 ես արդեն ներկայացրել եմ գործընկերներին եւ այսպես ուշադրություն։ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածի Տավուշ ենթաբաժնի 4-րդ կետում նշված է Ասկիպարա գյուղը, տեղյակ եմ պահում, որ Տավուշի մարզում նման բնակավայր երբեք չի եղել, այն եղել է Ադրբեջանի ՍՍՀ Ղազախի շրջանի անկլավ, Հ նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար վարչական տարածքում եւ անցած դարի 90-ական թվականներին ադրբեջանական բնակավայրերի բնակվելուց հետո դադարել է գոյություն ունենալ։ Սա գրում է հանրապետական մարզպետը իր դաշնակցական տեղակալով։ Սրանից հետո ինչ է տեղի ունենում։ Դաշնակցական մեր գործընկերները, այդ թվում նոր ստեղ մեզ տարբեր մեղադրանքներ հնչեցնող պարոն Ռուստամյանը, Աղվան Վարդանյան եւ Դաշնակցություն խմբակցությունը սրան կողմ է քվեարկում։ Այսինքն, երբ որ սրա մասին խոսում ենք, պետք է հիշենք, թե վարչատարածքային օրենքը քննարկելիս ով ինչպիսի դիրքորոշում է ցուցաբերել, հիշեցինք։ Եվ վերջում, հարգելի գործընկերներ, պարոն Մանուկյանը ասում է, որ ավելի հեշտ է ադրբեջանցիներին բացատրել, քան այսօրվա իշխանություններին։ Այ կգնաք ձեր գործընկերներին կբացատրեք այն ինչ որ փորձում եք ուզում եք ադրբեջանցիներին բացատրել։ Եթե մոտներդ ստացվի, միգուցե հնարավորություն տակ գնաք բացատրեք։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանին, Հայաստանի Հանրապետության սահմանից որևիցե մաս քննարկման ենթակա չէ, չի քննարկվում։ Բանակցությունները վարվում են, բանակցությունները, խոսակցությունները, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի նշանակում, կարող է ինչ-որ մի պահ մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով, որևիցե բան ստորագրելու, եթե չգանք համաձայնության։ Մենք դրա համար երջանիկ ենք։ Նենց չի, որ մենք դա էինք ուզում։ Եկա կարեցիք ժողովուրդն էլ դա հասկանում, այսօր էլ երևի չգիտեմ արդեն որորդ անգամ այս ամեն ինչը ասում եմ, մենակ մի բան կարամ ասեմ, չի ստացվելու էդի, չենք թողնելու։ Ես անձամբ այս մարդիկ ստեղ նստած մենք չենք թողնելու, որ Հայաստանը իր անկախությունը կորցնի։ Հայաստանը ունենալու է իր հստակ սահմանները։ Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարելու։ Հայաստանի ժողովուրդն է ընտրելու թե որ իշխանությունը, դու չէ, Արտուր Խաչատրյան, Վինի Պուխը չէ, Քոչարյան Ռոբերտը չէ, Սերժը չէ, այն մնացածը չէ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է ընտրություն կատարելու։ Կընտրի ուրիշ մարդու, կգա ուրիշ մարդ կղեկավարի, հետո չի ուզենա այդ ուրիշ մարդուն կփոխի։ Այդ մենք ենք բերել, որ դուք այսօր ստեղ եք հայտնվել, արտահերթ ընտրություններից եք խոսում։ Դուք սնանկ եք, մեր չկատարած բաներից եք խոսում։ Դուք սնանկ եք, ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք, դուք դեմք չունեք, որով կարող եք հանդես գալ։ Իրար մեջ խոսում եք, ասում եք, դե լավ, դու մի երևա քեզ չեն սիրում։ Այս անգամ դու մի արի պարկեշտ մեկին գտնենք, բերենք եւ այդ պարկեշտ մարդու միջոցով հանդես գամ։ Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք։ Ընդունում եք, որ դուք չկաք, թե որպես քաղաքական գործիչ, թե որպես ՀՀ քաղաքացի։ Սնանկ եք, եկել եք արտահերթ ընտրություններից եք խոսում։ Այդքան մանդատները դրեք, դուք կարաք մանդատ դնեք, իրար մեջ պաշտոնի համար այնքան կգզրտվեք, բանա, աղմուկը
բան, միջև եսիմուր կհասնի։ Մանդատ դրեք արտահերտ ընտրությունների, կարանք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերտ ընտրությունների հաղթենք բերենք, ուղղակի այս ժողովրդից մենք պարտավորություն ենք ստանձնել։ Խաչ ենք վերսել, տանում ենք, առաքելություն ունենք, չէ մի չէ, դաշնակցականներ, այո, որ չեն գալիս դաշնակցականները այդպես բաներ խոսում, որ չեն գալիս, մի հատ ձեր անցած պատմությունը նայեք, էլի, մի հատ ձեր արածները նայեք, եկել են Արծվիկ Մինասյանը եկել այստեղ ասում է, գժվելու բան է, եկել ասում է, եկեղեցին, որը կանգնած է քաղաքական process-ի ակունքներում, ցնդվելու բան է։ Եկեղեցին ո՞նց պետք է կանգնած լինի քաղաքական process-ների ակունքներում։ Գնացեք կուսակցություն գրանցեք, դոգի կուսակցությունը կա, թող մի հատ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք հաջորդ ընտրություններին։ Աստված մի արածցե, հանգարց չմտածեք, որ ես որևիցե բան ունեմ մեր հավատքի, մեր առաքելական եկեղեցու դեմ, ոչ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եւ հայ առաքելական եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով, աստծոհավատ մարդկանցով, բայց այն ինչ որ դուք անում եք, գնում եք մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ հանգարցակի այդ մոմի այսքանը մնա, որ հալածնեն նորից մոմ սարքեն, վաճառեն։ Տնտեսական հիմնար կա դարել։ Տնտեսական հիմնար կա, մեծ գերշահույթ հետապնդող բան, գիտեք մոմի շահույթը ինչքան է, ասենք 100-ապատիկ շահույթով։ Եկել են մենք հիմա լավ էլի, մարդկանց ժողովրդին գժի տեղ մի դրեք, էշի տեղ մի դրեք, էլի։ Մարդիկ այնքան խելացի, ամեն ինչից տեղյակ են։ Հույզերի վրա էլ խաղացիք, եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք, այնց հույզ չկա, ատելության Գեգամ ջան, Նազարյան ջան, ես մեծագույն հարգանք ունեմ քո առաջ, անկեղծ, որպես մարդ քեզ շատ եմ հարգում, բայց որ ասում ես ատելության խոսքի մասին, դուք ձեր կողքինների ասածները տեսել եք, Գեգամ Մանուկյան վերջի հայոյանքներն է գրում, Իշխանը Սաղաթելյան վերջի հայոյանքներն է հարցազրույցի ժամանակ տալիս, Քոչարյան Լևոնի օգնականը լրագրողա ծեծում, գիտես ես չեմ ուզում լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ նույնիսկ, չի կարելի տենց բան անել, դա արգելված է, դա մշակույթ է, դա բարքեր է, որոնք անցյալում են, չի կարելի մարդ ծեծել, չի կարելի մարդկանց գործից ազատել իրանց բաների պատճառով, գնա մի հատ իրանց ասա այդ ամեն ինչը, իրանք այդ բարքերով եղել են, այդ բարքերով մնացել են, կամ Արծվիկ Մինասյանը ասում է հող եք հանձնում, հիմա արի մի ասա, եկել գնացել այդ տարածքների հետ կապված, սկզբից մցրել եք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բանի մեջ, հետո դուք դաշնակցականներով գնացեք քվեարկել հանել եք, քվեարկությունները կա, եկել են դոշ են ծեծում, ով է Հայաստանի Հանրապետության տարածքից հող հանձնում, ով, դուք եք հանձնում, որևիցե, որ հանձնեինք այսքան կռիվ չէր ելնի, էլի, որ հանձներ այսքանի մեջով չէին կանցնի, էլի, կտոր փորձում ենք Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քարտեզի վրա ամրապնդել որպես անկախ պետություն